Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մեր ավանդական թեմատիկ զրույցները։ Այս անգամ ես առանձնացրել եմ մի թեմա, որը վերաբերվում է իշխանությունների կողմից մեր հասարակության տոտալ վերահսկողության տարբեր համակարգերի ներդրմանը։ Ինչ է տեղի ունենում իրականում։ Իշխանությունները փորձում են յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր կազմակերպության մասին հավաքագրել, տնօրինել մեծաքանակ տեղեկություններ եւ այդ տեղեկությունները իջար օգտագործել այդ մարդկանց դեմ կաշկանդվածության եւ վերահսկողության տակ պահելով նրանց։ Որտեղից առաջացավ այս թեմայի արդիականությունը։ Ինչպես գիտեք, վերջին շրջանում կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է հանդես եկել, որով նախատեսում են հսկողության տակ վերցնել բոլոր բջջային հեռախոսները։ Ինչ է սա նշանակում, որ եթե որևէ մեկը գնում է ձեռք է բերում նոր բջջային հեռախոս կամ արդեն ունի որևէ բջջային հեռախոս, ապա այն կարող է ֆունկցիոնալ գործել, եթե դա ակտիվացնում ես, այսինքն գրանցվում ես պետական որոշակի համակարգում։ Իսկ հեռախոսը այդ համակարգում գրանցելուց հետո բնականաբար այդ հեռախոսի մասին ամբողջական տեղեկությունները դառնում են հասանելի իշխանության մարմինների համար։ Դա վերաբերելու է եւ հեռախոսի պարունակությանը, եւ հեռախոսի գտնվելու վայրի մշտական վերահսկմանը, որը չնայած հիմա էլ կարող է արվել բջջային օպերատորների միջոցով։ Դրանից բացի նախորդ կառավարության նիստում խոսելով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի հետագա ներդրման զարգացման մասին, Նիկոլ Փաշինյանը գաղափարներ էր առաջ բերում, որ պետքա նույնիսկ մարդկանց քարտային վճարումների համակարգը վերցնել հսկողության տակ, պարզելու համար, թե մարդիկ սուպերմարկետներից կամ խանութներից քարտերով գնումներ կատարելու դեպքում ինչեր են գնում, այսինքն ոչ միայն պարզել, թե մարդը տվյալ պահին որ խանութից ինչ է ընդհանուր առմամբ ինչքան գնումներ է կատարել, դա հիմա էլ արդեն վերահսկվում, այլ նաև հասկանալ թե ինչ է գնել, գնման պարունակությունը, նույնիսկ այդ ծավալի տեղեկությունները փորձում նա ճշտել։ Հիմա փորձենք հասկանալ, թե ընդհանրապես ինչ նպատակով է դա արվում։ Արդյոք դա բխում է հանրության, պետության, անվտանգությունից, հանրային շահերից, թե չարամտորեն է օգտագործում։ Այն որ չարամտորեն օգտագործում է, մենք ունենք դրա բազմաթիվ դեպքեր եւ դրսևորումներ։ Օրինակ հիշում եք վերջերս, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայկական ժամանակ օրաթերթին էր փոխանցել մի տեսանյութ, որը վերաբերում էր Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի սահմանային անցակետում գտնվելուն։ Բնականաբար այդ տեսագրությունը հնարավոր էր իրականացնել միայն պետական մարմնի ազգային անվտանգության ծառայության միջոցով։ Եվ եթե կա նման տեսագրություն, ապա դա կարող է օգտագործվել միայն ծառայողական նպատակներով։ Հարց առաջանում, թե ինչու է այդ տեսագրությունը հայտնվում Նիկոլ Փաշինյանի հետ ապրող կնոջ ղեկավարած լրատվամիջոցում եւ տարածվում նրա կողմից, ինչ իրական նպատակա դա հետապնդում։ Կամ բոլորովին վերջերս հակակոռուպցիոն կոմիտեն, թե քննչական կոմիտեն տարածեց մի տեսանյութ, որը վերաբերում էր ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի մարտիկների կողմից մեկ այլ ընդդիմադիր գործիչ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու եւ նրան ձերբակալելու կադրերի վերաբերյալ։ Պարզա որ այդ տեսանկարահանումը կրել է օպերատիվ բնույթ, իրականացվել ազգային անվտանգության ծառայության կողմից եւ կարող էր առավելագույն օգտագործվել ծառայողական նպատակներով կամ հանդիսանալ որպես գործի քննության նյութ։ Բայց հարց առաջանում, թե ինչու է այդ տեսագրությունը, այսինքն պետական մարմնի կողմից ձեռք բերված տեղեկությունը, տեսագրությունը փոխանցվում հանրությանը, հրապարակվում եւ ինչ իրական նպատակներ է դա հետապնդում։ Այդ ամենը կարող է վերաբերել ամեն ինչին, տեսագրություններին, ձայնագրություններին, հեռախոսային խոսակցություններին, մարդու ազատ տեղաշարժին, բանկային, առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին եւ այլն։ Եվ հիմա փորձենք փաստերով հասկանալ, թե ինչ մեխանիզմներով են ուզում առավելագույն տեղեկություններ ունենալ մարդկանց վերաբերյալ եւ ինչպես են դրանք օգտագործելու կամ ինչ նպատակներով կարող են դրանք օգտագործվել։ Նախ ասեմ, որ իրավական կարգավորումները եւ գաղափարական
մոտեցումները այս հարցի վերաբերյալ սկզբունքորեն հակառակն են։ Մի կողմից Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները պաշտպանում են մարդու անձնական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները։ Դրանք օրենքով պաշտպանված են։ Մյուս կողմից գաղափարական իմաստով ոչ թե պետք է իշխանության մարմինները վերահսկեն քաղաքացիներին, այլ ժողովրդավարական հասարակարգերում ճիշտ հակառակն է։ Բոլոր մեխանիզմները, օրենսդրությունը, հարաբերությունները պետք է լինեն այնպիսին, որ քաղաքացիները վերահսկեն իշխանության մարմինների գործունեությանը։ Օրինակ, հանրային ծառայության մասին օրենքով ներդրված հայտարարագրերի համակարգը, որով բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրերը եւ պաշտոնը ստանձնելու պահին եւ տարեկան հայտարարագրեր, եթե պաշտոնավարել են 1 տարուց ավել եւ պաշտոնը թողնելու պահին։ Այսինքն դրա նպատակը այն է, որպեսզի հասարակությունը կարողանա վերահսկել։ Ենթադրենք Էդգար Ղազարյանը մինչև ազգային ժողովի падգամավոր դառնալը ինչ ունեցվածք, ինչ եկամուտներ, ինչ գույք է ունեցել, անշարժ գույք, շարժական գույք եւ այլն, եւ երբ որ ավարտվի նրա պաշտոնավարման ժամկետը, մարդիկ հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ գույք է ունեցել պաշտոնը թողնելուց հետո, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել եւ հասկանալ, տեսնել այդ ժամանակաշրջանում, եթե գույքի բարելավում ա եղել, դա օրինական ձևով ա եղել, թե ապօրինությունների հետևանք ա եղել, այսինքն այդ հայտարարագրերի համակարգը նախատեսված է, որպեսզի ժողովուրդը վերահսկի իշխանության մարմիններին։ Իշխանության մարմիններից պահանջվող գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունը, լրատվամիջոցների հարցումներին պատասխանելը նույնպես այդ նպատակ ունի, բայց մեր երկրում սկզբունքորեն հակառակ դրվածքն է։ Լրատվամիջոցները հարցնում են, թե ենթադրենք ինչ միջոցներով է ձեռք բերվել վարչապետի հետ ապրող կնոջ Աննա Հակոբյանի սպասարկող Lexus Magnus-ի նոր ավտոմեքենա, որը մենք փողոցում տեսնում ենք, որ Աննա Հակոբյանը երթևեկում է նոր մոդելի Lexus մեքենայով։ Եվ հարցում եմ, ես ինքս անգամ հարցում եմ իրականացրել պետական պահպանության ծառայությանը, թե երբ է ձեռք բերվել եւ ինչ գնով է ձեռք բերվել այդ մեքենան։ Նրանք ասում են, որ մենք ձեզ այդ տեղեկությունը չենք կարող տրամադրել, որովհետեւ դա պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն է։ Չգիտես, այստեղ ոչ մի բացատրություն չկա։ Ինչի է գաղտնիք, թե ինչ արժի են մեքենան, որը ձեռք են բերել վարչապետի հետ ապրող կնոջ համար։ Եթե դա ռազմական մեքենա լիներ, բանակի կարիքների համար, տանկ լիներ, չգիտեմ, բասիոն լիներ, ասես դե գիտես ինչի, ռազմական տեխնիկայի գները պետք չի հրապարակել, դա ռազմական գաղտնիք է։ Եթե դա քաղաքացիական մեքենա է, այդ մեքենա մենք փողոցում տենում ենք, այդ մեքենայի մոդելով կարող ենք ինտերնետում որոնում անել եւ ինքներս պարզել, որ ընդհանրենք 2023 թվականի արտադրության այդ մոդելի Lexus մեքենան արժի մոտարապես $150,000։ Այսինքն եթե դա հնարավոր է ճշտել, դուք ինչի՞ մեզ կոնկրետ չեք ասում, թե ինչ է, որովհետեւ կարող է դուք ձեռք եք բերել ոչ թե 150,000-ով, այլ ենթադրենք 180,000-ով, որովհետեւ դրա վրա կան լրացուցիչ օպցիաներ տիկին Աննայի հարմարավետությունը ավելի կոմֆորտը ապահովելու համար, բայց մարդիկ պիտի իմանան դրա մասին։ Այսինքն իշխանության մարմինները իրենց գործունեության թափանցիկությունը չեն ապահովում, գաղտնի են պահում ժողովրդից, դրա փոխարեն ասում են բերեք մենք ձեզ ստուգենք, տեսնենք թե դուք ինչ եկամուտներ ունեք, ինչ ծախսեր եք իրականացնում, ով է ձեզ փող տալի, որտեղ եք գտնվել, ինչ եք արել, հեռախոսովում հետ եք խոսել, ինչ եք խոսել եւ այլն, այսինքն տոտալ վերահսկողություն են հաստատում ժողովրդի նկատմամբ։ Այն դեպքում, երբ որ պիտի հակառակը լինի, ժողովուրդը պետք է վերահսկի իշխանության մարմինների գործունեությանը։ Ինչ ունենք մենք սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հոդված 33-ը սահմանում է հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը։ Ինչ է ասվում։ Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձևերի ազատության եւ գաղտնիության իրավունք։ Այսինքն այն բոլոր դեպքերը, երբ որ քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում են տարբեր ձայնագրություններ մարդկանց հեռախոսային խոսակցությունների,
դա սահմանադրության 33 հոդվածի խախտում է։ Սահմանադրությունը դա խախտում չի համարում միայն այն դեպքում, երբ որ այդ ձայնագրությունները, գաղտնալսումները իրականացվել են դատարանի որոշմամբ, դատարանի թույլտվությամբ, երբ որ իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություններ ստանալով դիմում են դատարան եւ ստանում են թույլտվություն։ Այսինքն այդ դեպքերը բացառիկ են։ Բացառիկ են դեպքերը գաղտնալսում իրականացնելու, բայց որևէ տրամաբանություն եւ հիմնավորում չկա այդ տեղեկությունները հանրայնացնելու եւ ներկայացնելու համար, եթե դրանք չեն հետապնդում անազնիվ քաղաքական որոշակի նպատակներ։ Իդեպ ասեմ, որ նման երաշխիք գաղտնիքի մեր հեռախոսային խոսակցությունների, էլեկտրոնային փոստի, պարզ նամակագրության եւ այլն, դրա երաշխիքներից բացի սահմանադրության, որ կա 33 հոդվածում, կա նաեւ սահմանադրության 34 հոդվածը, որը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը։ Ինչ է ասում, յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք։ Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության օրենքով սահմանված այլ իրավական հիմքերի առկայությամբ։ Եվ սահմանադրության այս հոդվածի հիման վրա ընդունվել է օրենք, գործող օրենք գոյություն ունի անձնական տվյալների պաշտպանության մասին։ Եվ այդ օրենքով ստեղծված է նույնիսկ եւ գործում արդարադատության նախարարության համակարգում անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը ապահովում է, երաշխավորում է մեզանից յուրաքանչյուրի անձնական տվյալները։ Պարզ է, որ պետությունը, քաղաքացին իր գործունեության ընթացքում առնչվում է պետության հետ եւ նրան տրամադրում է տարբեր տեղեկություններ, բայց պետական մարմինները այդ տեղեկությունների հիման վրա պետք է որոշումներ կայացնեն եւ այդ տեղեկությունները պետք է գաղտնի պահեն։ Այսինքն, եթե ենթադրենք, ես տառապում եմ որևէ հիվանդությամբ եւ չեմ ուզում, որ որևէ մեկը իմանա դրա մասին, բայց պետական իշխանության մարմինները իմանում են դրա մասին, որովհետեւ այդ հիվանդությունը արձանագրումը իրականացվում է պետական առողջապահական կազմակերպություններում, որpիսի ես այդ հիվանդության համար ստանամ որոշակի արտոնություններ եւ այլն, ես դրա մասին տեղեկությունները փոխանցում եմ այլ պետական մարմիններ, այսինքն նա էլ է իմանում, որ ես տառապում եմ նման հիվանդությամբ, բայց որևէ պարագայում դա որևէ մեկին փոխանցել, հրապարակել այդ տեղեկությունները չի կարելի, դա արգելված է։ Եվ մնացած բոլոր դեպքերում փաստորեն մենք ինչ իրավիճակ ունենք, որ պետական մարմինները ազատ տնօրինում են այդ կարգի տեղեկությունները։ Դա վերաբերում է նաև մարդու անձնական կյանքին վերաբերող բոլոր այլ տեղեկություններին։ Այս ամենի հետ միասին երաշխավորված է եւ օրենքով պաշտպանված պետք է լինի նաև բանկային գաղտնիքը։ Այսինքն, թե ես որ բանկի հաճախորդ եմ հանդիսանում, որ բանկում ինչ հաշիվներ ունեմ, ավանդներ եմ ձևակերպել, ընթացիկ հաշիվը, բանկերից վարկ եմ վերցրել եւ այլն, պետությունը իմանում է այդ մասին, որովհետեւ կենտրոնական բանկը վերահսկում առևտրային բանկերի գործունեությանը եւ առևտրային բանկերը հաշվետվություններ են տրամադրում կենտրոնական բանկին, այսինքն այդ տեղեկությունները բաց են միայն առևտրային բանկերի, այսինքն հիմա այն բանկը, որի հաճախորդ եմ ես, իրենք գիտեն թե ես քանի հաշիվներ ունեմ իրենց մոտ, հաշիվների մնացորդը, շարժը, ով է ինձ փող փոխանցել, ինչ նպատակով եմ ես ծախսել եւ այլն։ Բայց դա իմ տեղը բանկը եթե գիտի այդ մասին, դա որևէ մեկին այդ մասին ասելու իրավունք չունի, բացի կենտրոնական բանկից անհրաժեշտության դեպքում։ Կենտրոնական բանկն էլ դա չի կարող հանրայնացնել եւ դա վերաբերում է ոչ միայն անհատներին, այլև առևտրային կազմակերպություններին, դրանք ինչ հաշիվներ ունեն եւ այլն։ Բայց մեր երկրում արդեն օրենք են ընդունել, որով մասնավորապես հարկային մարմինները առանց դատարանի թույլտվության հասանելիություն ունեն բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին։ Հասկանում եք, սա ինչ է։ Եթե երկրում բանկային գաղտնիք երաշխավորված չի, որևէ գործարար, որևէ իրեն հարգող կազմակերպություն ներդրող այդ երկրում ներդրումներ չի անի, որովհետև այդ ներդրումների հիմքը հանդիսանում են այդ տեղեկությունների գաղտնի պահելու երաշխիքները։ Չասեմ, որ մենք մամուլից ունենք տեղեկություններ, որ քննիչները ենթադրենք գործարար Ռուբեն Հայրապետյանի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները ձեռք են բերել հերիք չի։ Մի հատ էլ այդ տեղեկությունները ժամանակին փոխանցել էին վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին, դա նույնպես ծանոթացել այդ տեղեկություններին։ Մի կնոջ, որը հիմա դարձել է
գլխավոր դատախազ։ Այսինքն ստացվում է, որ վարչապետի օգնականի պաշտոնը, որը պետական հայեցողական պաշտոն է, այսինքն քաղաքական բաղադրիչ ունի, ուղիղ կապված է քաղաքական գործի հետ, հնարավոր է, որ պետական մարմինները ստանան բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ եւ դա փոխանցեն քաղաքական գործիչներին։ Իսկ քաղաքական գործիչներին ինչի՞ է պետք է տեղեկությունները։ Միայն ու միայն մեկ նպատակով քաղաքական ճնշումներ, հակազդեցություն, սպառնալիքներ, շանտաժ իրականացնելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Իդեպ ասեմ, որ պաշտպանված է ոչ միայն բանկային գաղտնիքը, այլ նաև քաղաքացիական օրենսգրքով պաշտպանված պետք է լինի նաև առևտրային գաղտնիքը։ Քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորում է ուրեմն նախաքննական գաղտնիքը։ Օրինակ այն հեռախոսային ձայնագրությունները, որոնք նախընտրական շրջանում հրապարակվում են, դա կոպտագույն խախտում է ոչ միայն գաղտնալսումը մարդկանց, այդ տեղեկությունների ձեռքբերումը, այլ նաև դրանց հանրայնացումը, որովհետև դա եթե քննիչն է ձեռք բերել, ուրեմն քանի նախաքննությունը ավարտված չի, ապա այդ տեղեկությունը համարվում է նախաքննական գաղտնիք, որովհետև քննիչը դեռ տեղեկություն է ձեռք բերել, դա չի նշանակում, որ այն մարդը, ում վերաբերյալ տեղեկությունը ձեռք է բերվել, որևէ մեղք է գործել, որևէ հանցանք է գործել, դա կարա ապացուցվի միայն դատարանում եւ դա կարա ապացուցվի միայն դատաքննական ամբողջ ցիկլը ավարտելուց հետո, այսինքն մինչև վճռաբեկ դատարանի որոշման ուժի մեջ մտնելը։ Եթե դա տեղի չի ունեցել, սահմանադրությունը երաշխավորում է մարդու ուրեմն իրավունքը, որ նա որևէ հանցանք չի գործել։ Այդ դեպքում խախտվում է այդ անմեղության կանխավարկածը այդ դեպքում եւ մարդու մասին արդեն իրավապահ պետությունը տարածում է նրա անձին վարկաբեկող տեղեկություններ։ Տեսեք, ասենք հիմա իրավական հետապնդումների է ենթարկվում գործարար Գագիկ Ծառուկյանը, նրա մասին անընդհատ տալիս են տեղեկություններ, իբր նրա ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնցից ոչ մեկը չի ապացուցվել։ Հետևաբար բոլոր այդ տեղեկությունները, որոնք առանց բացառության ունեն նրա համբավը, հեղինակությունը, վարկաբեկող իմաստ, այդ տեղեկությունները պետությունը եթե իմացել է օբյեկտիվորեն դրա տարածումը, դա անթույլատրելի է։ Այսինքն հենց սա այն դեպքն է, որ ստացված տեղեկությունը օգտագործվում է չարամտորեն։ Իսկ ինչ ձևերով է պետությունը հիմա ստանում տեղեկություններ մեր մասին եւ ինչ ծավալի են այդ տեղեկությունները։ Դրանցից հիմնականներից մեկը դա տեսանկարահանող սարքերն են, որոնք տեղադրված են Երևան քաղաքի, Հայաստանի տարբեր քաղաքների խաչմերուկներում եւ ճանապարհների վրա։ Վերջերս ընդունվել է մի նոր օրենք, որ անգամ մասնավոր տեսախցիկները, որոնք տեղադրվում են տարբեր խանութների, ռեստորանների, առևտրային կամ մարդիկ իրենց սեփական տան տարածքներում, այդ տեսախցիկների տեղեկությունները պետք է փոխանցվեն իրավապահ մարմիններին։ Անհատական տներին միգուցե սխալվում եմ, բայց հասարակական նշանակության օբյեկտներին առանց բացառության։ Այսինքն, եթե մեկը հիմա Երևանում ունի խանութ եւ իր խանութի դռան մոտ կամ տարածքը տեսահսկելու համար տեղադրել է տեսախցիկ, ապա իրավապահ մարմինների պահանջով նա պետքա բաց կապ տրամադրի, այսինքն ոչ միայն կոնկրետ նախաքննության շրջանակներում, որը մինչև հիմա էլ բոլորը պարտավոր են տրամադրել իրենց ունեցած տեղեկությունները իրավապահներին, այլև ընթացիկ տեսանկարահանման IP-ները պետք է տրամադրվի ոստիկանությանը, որպեսզի նրանք հասարակական վերահսկողությունը իրականացնեն ոչ միայն պետական միջոցներով ձեռք բերված տեսանկարահանող սարքերի միջոցով, այլ նաև մասնավորի մեզանից յուրաքանչյուրին պատկանող տեսանկարահանող սարքերի միջոցով։ Իսկ ինչ է խոստանում Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Խոստանում է ճիշտ հակառակը, որ պետք է հանվեն տեսախցիկները, որոնցով ճանապարհային երթևեկությունն է վերահսկվում, եւ նաեւ արագաչափ սարքերը։ Այդ վերահսկողությունը միայն կարգավորման իմաստ չունի, դա նաեւ ունի հսկայական ֆիսկալ բաղադրիչ, որովհետեւ ամեն խախտում արձանագրելուց հետո մարդիկ նաեւ տուգանվում են։ Եվ Նիկոլ Փաշինյանը, երբ որ խոսում էր դրանք հանելու մասին, հիշում եք, չէ՞, Սերդեյ Նիպրիվետ at Zimzimova, երբ որ ինքը ներքնաշորերը ձեռքին բարձրանում եւ փակում էր արագաչափերի տեսահսկող հատվածները եւ ասում, որ
մարդիկ տուգանքի մատերիալ չպետք է դառնան, այդ արտահայտությունը նույնպես առաջացել է սրա, այսինքն խոստանում էր, որ իշխանության գալուց հետո կհանվեն արագաչափերը, կհանվեն տեսահսկող սարքերը, դրանց թիվը նվազագույնի հասցվի, որպեսզի մարդիկ ավելի ազատ ապրեն։ Բայց իրականում ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Այդ սարքերը ոչ միայն չեն հանվել, այլ դրանց քանակը ավելացել է եւ կտրուկ ավելացել է նաեւ արձանագրված վարչական իրավախախտումների քանակն ու ծավալը։ Մեր քաղաքացիները տարեկան միլիարդավոր դրամների տուգանքներ, տուժեր են վճարում այդ արագաչափերի եւ ուրեմն տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների համար։ Իդեպ արագաչափը դա ոչ միայն ֆիքսում է խախտում, այլ նաեւ ունի բնականաբար տեսախցիկ, որը նկարահանում է ճանապարհի այդ հատվածը։ Այսինքն, եթե դրանց բոլորի տեղեկությունները համադրենք, ստացվում է, որ եթե մարդը մեքենայով սկսում է երթևեկել, դուրս է գալի իր տան բակից, ապա նա հայտնվում է այս կամ այն տեսախցիկի ուշադրության կենտրոնում։ Հայաստանում այլևս չկա մի մարդ, որը մեքենայով երթևեկելուց պետությունը հնարավորություն չունենա պարզելու, թե նա մոտավորապես որ օրը եւ որ ժամին քաղաքի կամ Հայաստանի ճանապարհների որ հատվածում է գտնվել։ Ուրեմն դրանց ավելացել են նաև այլ տիպի տեսանկարահանող սարքեր, մասնավորապես ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենաներն են կահավորված նաև տեսանկարահանող սարքերով, որոնք ուղղակի իրենց ծառայության ընթացքում այդ հատվածը ամբողջությամբ տեսադիտարկում են, պահպանվում են այդ տեսագրությունները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները ծառայության դուրս գալուց իրենց վրա շապիկին կրում են տեսախցիկ, որը մշտապես միացված է, այսինքն նրանք քաղաքացիների հետ շփվելուց, այդ տարածքով անցնելուց ակամա նաև տեսանկարահանում են այդ հատվածները, այսինքն հսկայական ծավալի, երևի մի քանի տասնյակ 100 հազարավոր տեսանկարահանող սարքեր ամենօրյա ռեժիմով հսկում են բոլորին, ողջ քաղաքացիներին, ուզում են նրանք քայլեն փողոցներով, թե երթևեկեն ավտոմեքենաներով։ Սա մի կարևոր ուղղություն մարդկանց վերահսկելու եւ հսկողության տակ պահելու համար։ Մյուսը դա կենսաչափական տվյալներն են եւ կենսաչափական անձնագրերն ու անհատական նույնականացման քարտերը։ Այս համակարգի ներդրումը, որը պատճառաբանվում է Եվրոպական միության հետ վիզայի ազատականացման ծրագրի շրջանակներում, որովհետև դա պարտադիր պայման է, այսինքն վիզայի ազատականացման համար անհրաժեշտ է, որպեսզի երկրում ներդրված լինի կենսաչափական տվյալների համակարգը եւ քաղաքացիները կրեն կենսաչափական անձնագրեր եւ միայն այդ անձնագրերի միջոցով նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել։ Իսկ դա ոչ միայն ճամփորդական փաստաթուղթ է, այլ մարդու վերաբերող բոլոր տիպի տեղեկությունների մշակման համակարգ, այսինքն կենսաչափական անձնագիրը կամ կենսաչափական նույնականացման քարտը իր մեջ պարունակում է ամբողջական տեղեկություններ այդ մարդու վերաբերյալ։ Ենթադրենք, ինչ իրավախախտում ես թույլ տվել, որտեղ ես եղել, ինչ պետական որևէ մարմնից որևէ տեղեկություն ստանալու դեպքում, նրան դիմելու դեպքում այդ տվյալները ըստ էության մշակվում եւ կուտակվում են տվյալ կենսաչափական բազայում եւ անձնագիրը կամ նույնականացման քարտը որևէ այլ մարմնի ցույց տալուց նրան հասանելի է դարձնում այդ ամբողջական տեղեկություններին։ Եվ այդ միասնական համակարգը հնարավորություն կտա, որպեսզի մեր տեղեկությունները հասանելի լինեն ոչ միայն մեր իրավապահ մարմիններին, այլ նաև այն երկրների իրավապահ մարմիններին, որտեղ կճամփորդեն Հայաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրերով։ Իհարկե վիզաների ազատականացումը դա որևէ ժամկետ չէ նշում, նրանք չեն խոստանում, որ առհասարակ այդ համակարգը կարող է ներդրվել, որովհետև մի անգամ արդեն հենց այս իշխանությունները 2019 թվականին տապալել են արդեն իսկ ներդրված կենսաչափական անձնագրերի համակարգը, բայց այդ համակարգի ներդրմամբ նրանք արդեն սկսել են եւ սկսելու են տվյալների մշակում, այսինքն վիզա կստանանք թե չէ, դա անորոշ է, ոչ ոք դա չի երաշխավորում։ Առայժմ հակառակն է տեղի ունենում։ Վիզա ստանալը Եվրոպական միության Շենգեն երկրների համար Հայաստանի քաղաքացիների համար ավելի դժվար է,
մերժումներն ավելի շատ են, Թուրքի գումարները ավելի մեծ են, հերթերը ավելի երկար են, սպասել պետք է ավելի երկար ժամանակ, բայց տվյալների մշակումը իրականացվում է ամենաարագ տեմպերով։ Մյուսը դա եկամուտների հայտարարագրման համակարգն է։ Եթե հիշում եք, դա անցած տարվա տրենդերից էր, որ իշխանությունները օրենք էին ընդունել եւ պահանջում էին, որպեսզի աստիճանաբար Հայաստանի քաղաքացիները պետությանը ներկայացնեն իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր։ Այն որ հանրային ծառայողները պիտի ներկայացնեն, դա հասկանում ենք, բայց որ պիտի քաղաքացիները ներկայացնեն, հարց առաջանում թե ինչի, որում առաջի էտապով օրենքի պահանջ էր, որ իրենց եկամուտների մասին հայտարարագիր պետք է ներկայացնեն գրանցված աշխատողներ, այսինքն այն մարդիկ, ովքեր գրանցված են այս կամ այն կազմակերպությունում։ Սա ինչ-որ իմաստով նաև տարօրինակ է, որովհետև եթե որևէ մեկը գրանցված է որևէ կազմակերպությունում, ենթադրենք ես դասավանդում էի տնտեսագիտական համալսարանում, հարկային օրենսդրությամբ կամ եկամտահարկի մասին օրենքով իմ գործատու կազմակերպությունը, տվյալ դեպքում տնտեսագիտական համալսարանը, հանդիսանում էր իմ հարկային գործակալը, դա իրավունքի ուժով է, այսինքն աշխատավարձ տալուց այդ ժամանակ համալսարանը հաշվարկում էր եւ պետական բյուջեին էր վճարում բոլոր հարկերը եւ պարտադիր վճարման գումարները, այսինքն եկամտային հարկը, պարտադիր դրոշմանշային վճարը, զինծառայողների հիմնադրամի, կենսաթոշակային հիմնադրամի վճարումները, հիմա արդեն առողջապահության համընդհանուր ապահովագրական վճարները, այսինքն այդ գանձումները կատարելուց հետո նոր վճարում էր աշխատավարձը, որը մենք կենցաղում ասում ենք մաքուր աշխատավարձ։ Այսինքն եթե մարդը գրանցված աշխատող է, նշանակում է պետությունը, որը ստանում է նրա աշխատանքից եկամտահարկ եւ այլ տիպի հարկեր կամ վճարներ, նշանակում է արդեն տեղեկություններ ունի, թե մարդը որտեղ է աշխատում, ինչքան եկամուտ է ստանում, որովհետեւ մնացած բոլոր վճարումները իրականացում են այդ եկամուտի չափից ելնելով։ Հետևաբար ինչ իմաստ ունի, որ մի հատ էլ մարդը գնա ասի, որ ես աշխատում եմ տնտեսագիտական համալսարանում եւ ստանում եմ այդքան եկամուտ, եւ որ պետությունը արդեն գիտի այդ տեղեկությունների մասին։ Պարզավոր նպատակը ոչ թե հենց գրանցված աշխատողի գրանցման վայրից ստացած եկամուտների բացահայտումն ու հաշվառումն է, այլ նաեւ այլ աղբյուրներից, ասենք օրինակ որևէ մեկը նրա ընկերը նրան տվել է ենթադրենք $10,000 փող։ Ռուսաստանում կամ Միացյալ Նահանգներում ապրող նրա հարազատը նրան փոխանցել է $500 փող։ Եղել է հարսանյաց հանդես եւ նորապսակները ստացել են ենթադրենք 5 միլիոն դրամի չափով նվերներ իրենց հարազատներից։ Ծննդյան օրվա առիթով մարդիկ իրար նվերներ են տալի, միգուցե դրամական պետքա գնաս այդ ամեն ինչը, այսինքն այդ ամեն ինչը դե չի երևում, չէ՞, հիմա հարսանիք գնացողը նորապսակներին ծրարով փող է տվել։ Պետությունը չիմացավ թե ինչքան է տվել, բայց ասում է պիտի արի դու նորապսակ, քեզ երջանկություն ենք մաղթում, բայց դու արի մի հատ հայտարարագրի, թե դու ինչքան եկամուտ ես ստացել քո հարսանիքին, որպեսզի դրա հարկերը նույնպես վճարես։ Ինքը իհարկե չի նայում, որ այդ հարսանյաց հանդեսի համար նաև ծախսեր են իրականացվել եւ միգուցե այդ նվերներից ստացված միջոցները չեն բավարարել ծախսերն իրականացնելու համար։ Իսկ ծախսեր կատարելուց այդ ռեստորանը այդ հանդիսության կազմակերպման համար ավելացված արժեքի հարկ արդեն վճարել է։ Իր գործունեության արդյունքում կառաջանա շահույթ կվճարի նաև շահութահարկ։ Այնտեղ նույնպես աշխատում են աշխատակիցներ, որոնք ստանալու են վարձատրություն այդ ծառայությունների համար, վճարելու են հարկեր։ Դա չի հաշվառվում, չէ, լրացուցիչ մի հատ էլ դու պիտի հարկվես, այսինքն հիմնական նպատակը դա է եղել։ Իսկ դա ինչի է, որովհետև մենք ունենք մեծ փյուրք, որ այդ հիմա փորձում են կապերը խզել, որտեղից մեր հայրենակիցները տարեկան մեծականակ գումարներ մոտարապես $2 միլիարդ չափ տարեկան մասնավոր տրանսֆերներ են փոխանցում մեր քաղաքացիներին Հայաստանում ապրող, չասենք որ կան մեծ թվով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներ, որոնք սեզոնային աշխատանքի են մեկնում Ռուսաստան կամ այլ երկրներ եւ վերադառնում են ընդեղից վաստակած միջոցներով։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պարզելու, թե ինչ ծավալի եկամուտներ են այդ մարդիկ ստանում եւ նաեւ հարկելու այդ եկամուտների դեպ ասեմ, որ նրանք օրենք են ընդունել եւ այդ օրենքը գոյություն ունի, որ արտագնա աշխատանքի մեկնողներից պահանջում են կրկնակի հարկերի վճարում։ Ինչու կրկնակի, որովհետեւ եթե մարդը Ռուսաստանում աշխատել է շինարարության ոլորտում, ստացել է աշխատավարձ, ինքը նաեւ վճարել է եկամտահարկ Ռուսաստանի պետական բյուջեն։
Հայաստանը եւ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ պետություններ են եւ գտնվում են միասնական տնտեսական տարածքում։ Հետևաբար, եթե մարդ այդ միասնական տնտեսական տարածքում արդեն վճարել է իր եկամտահարկը, իր զուտ եկամուտը այլևս իր տնօրինության տակ է։ Նիկոլ Փաշինյանը ասում է ոչ, սիրելի մարտունեցիներ, գյումրեցիներ, այլ տեղերից արտագնա աշխատանքի մեկնողներ, այնտեղ աշխատել եք, եկամտահարկը վճարել եք, ձեր զուտ եկամուտով եկել եք Հայաստան, գնացեք մի հատ էլ հայտարարեք, թե ինչքան փող եք բերել Ռուսաստանից, դրա 10% հարկն էլ վճարեք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Աննա Հակոբյանի համար առնեն $150,000 կամ ավելի բարձր արժեք ունեցող նոր ավտոմեքենա, Նիկոլ Փաշինյանի համար առնեն նոր ավտոմեքենա, որպեսզի պետական պաշտոնյաները ստանան հսկայական չհիմնավորված պարգևավճարներ։ Նախորդ կառավարության նիստում հաստատվեց եւս 5 միլիարդ դրամի պարգևավճարներ վճարելու որոշման նախագիծ է։ Այսպես պետք է կեղեքենք, թալանենք ձեզ, որպեսզի ցոփ ու շվայտ կյանք ապահովենք այն մարդկանց համար, ովքեր Նիկոլ Փաշինյանի փոքրիկ խմբակի ներկայացուցիչներն են։ Իսկ այդ հայտարարագրերի ներկայացումը դա ոչ միայն բովանդակային առումով է խնդրել, այլ նաև տեխնիկական առումով, որովհետև որպեսզի կարողանա մարդը համընդհանուր է, այսինքն բոլոր քաղաքացիներին վերաբերում հայտարարագրեր ներկայացնեն, պետք է նախ ունենալ էլեկտրոնային ստորագրություն, այսինքն գնալ բջջային օպերատորի մոտ, այդ օպերատորի մոտից ստանալ հսկայական գործընթաց անցնելուց հետո, նույնականացում անցնելուց հետո ունենալ թվային ստորագրության համակարգ կամ եկենք համակարգի միջոցով ձեռք բերել հատուկ սարք, ID քարտը մտցնել այդ սարքի մեջ, հիշել ID քարտի password-ը եւ այլն, որպեսզի կարողանաս էլեկտրոնային ստորագրություն կիրառել եւ հայտարարագիր ներկայացնել։ Մի գործընթաց, որը ինքը Նիկոլ Փաշինյանը 4-5 պաշտոնյաների հետ միասին 3 օր շարունակ կառավարությունում չէր կարողանում իրականացնել։ Հիշում եք, նա հավաքել էր իր աշխատակի փոխվարչապետների, ֆինանսների նախարարին, պետական եկամուտների նախարարին, ելի աշխատակիցների, նստել են, փորձում են լրացնել Նիկոլ Փաշինյանի ուրեմն հայտարարագիրը ու չի կարողանում, ասենք վերցնում է հեռախոսը միացնում, ասում է հա այս հեռախոսից վրա փող չկա, հələ դες դնում է այս մի հեռախոսն է վերցնում, սրա քարտը սենց է, հիմա ոնց պիտի անեն, ստորագրություն է պետք, չունի ստորագրություն, պիտի գնա մի հես ու այդ տվյալները մարդ ուզում է հասկանա ինչի համար է դա արվում։ Դա արվում է միայն ու միայն մարդկանց նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու համար։ Իդեպ Իշնորհիվ նաև ուժեղ Հայաստան դաշինքի կազմի մեջ մտնող ուրեմն կուսակցություններից մեկի ղեկավարի պարոն Նաիրի Սարգսյանի ջանքերով, խոսքը վերաբերում է Միավորված հայեր կուսակցությանը, իսկ պարոն Սարգսյանը նաև Հայաստանի աուդիտորների միության նախագահն է, մեծ արշավ սկսվեց այս հայտարարագրերի համակարգի դեմ եւ հաջողվեց թողնել միայն ինքնաշխատ ռեժիմը համակարգի, այսինքն մարդիկ, ովքեր որ գրանցված աշխատող են, նրանց տվյալները ինքնաշխատ կերպով են գեներացվում։ Բայց ես վստահ եմ, որ արդեն հետընտրական շրջանում սրանք նորից վերադառնալու են այս համակարգի եւ ստիպելու են, որպեսզի քաղաքացիները իրենց ամեն շարժը, ամեն միջոցները հայտարարեն եւ ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին, լրացուցիչ նաեւ հարկեր վճարելով դրա համար։ Մյուսը դա իրավապահ մարմինների կողմից իրականացվող վերահսկողությունն է, որի մասին քիչ առաջ խոսեցի, դա իրականացվում է օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի կարգավորումներով, շրջանակներով, մասնավորապես իրավապահ մարմինները, նրանց թվում ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները, ազգային անվտանգության ծառայությունը, արտաքին հետախուզական ծառայությունը, նրանք իրավունք ունեն իրականացնելու օպերատիվ հետախուզական գործունեություն, այսինքն վերահսկել իրենց տեսադաշտում գտնվող մարդկանց, ձեռք բերել նրանց մասին տեղեկություններ, կիրառել գաղտնալսող սարքեր, մեր ժողովուրդը դրանք կենցաղում ասում են ժուչոկներ, դրանք ոչ միայն ձայնային ինֆորմացիա են փոխանցում, այլ կարող են լինել նաև փոքր չափելի անտեսանելի տեսախցիկներ եւ այլն։ Իհարկե նման բոլոր տիպի գործողությունները պետք է իրականացվեն դատանի որոշմամբ, բայց այն ձայնագրությունները, որոնք մենք նախընտրական շրջանում լսել ենք, դրանցից դեռևս պարզ չի, արդյոք դրանք իրականացվել են օրինական հիմքերով, թե եղել են անօրինական, որովհետեւ քիչ չեն եղել դեպքերը,
երբ որ գաղտնալսված ձայնագրությունները տարածվել են մամուլով, հետո իրավապահները այդ մամուլի հրապարակումն են հիմք ընդունել եւ կալանավորել են մարդկանց։ Այդպես օրինակ ես հիշում եմ Ավետիք Չալաբյանի առաջին քրեական վարույթը, որը շոր մի հատ անհասկանալի Թորնիկի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ ուրեմն ձայնագրությունները, որը անհասկանալի կերպով ինչ-որ մի կայք տարածում է ու պարզ չի ով է իրականացրել այդ ձայնագրությունը, ինչ իրավունքով է իրականացրել եւ այլն, ու դա դառնում է հիմք ազնիվ մարդու դեմ քրեական վարույթ նախաձեռնելու եւ հետապնդումների ենթարկելու համար քաղաքական նպատակներով։ Այսինքն մեր հասարակությունը նաեւ գտնվում է այդ վերահսկողության տակ եւ պատահական չի, որ մարդիկ հիմա անգամ սովորական կենցաղային խոսակցությունները, հարազատների միջև կապերը եւ այլն ընկերներով իրար հետ խոսալուց նախընտրում են օգտագործել տարբեր բջջային հավելվածներ, Signal, Telegram, WhatsApp, Viber եւ այլն, մտածելով, որ դրանք ավելի քիչ են վերահսկելի եւ ինչ որ իմաստով պաշտպանված են։ Բայց եթե նրանք հասանելիություն են հեռախոսներին, ապա մեծ հավանականությամբ այդ պաշտպանվածության աստիճանը երաշխավորված չի եւ պետությունը նաեւ այդ տեղեկություններն է ձեռք բերում եւ չարամտորեն է օգտագործում։ Օրինակ նախընտրական շրջանում այս տարվա ազգային ժողովի հերթական ընտրությունների նման թիրախում հայտնվել էին բացառապես ուժեղ Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչները, падգամավորի տեխնացուները, վստահված անձինք, շտաբերի պատասխանատուները եւ այլն։ Ու իրավապահ մարմինները ոչ միայն նման ձևով վերահսկողության տակ էին վերցրել քաղաքական գործիչներին, այլ նաեւ այդ ձևով ձեռք բերված տեղեկությունները ազատ ամիջապես տարածում էին րոպեների ընթացքում, այսինքն առավոտյան մտնում են ենթադրենք ուժեղ Հայաստան դաշինքի ինչ որ մի ռեգիոնալ գրասենյակ, իրականացնում են այնտեղ խուզարկություններ, ձերբակալություններ եւ 2 ժամ հետո հրապարակում են ձայնագրություններ հստակ նշելով ուժեղ Հայաստան դաշինքի անվանումը, մարդկանց անունները, ինչը որ անթույլատրելի է, այսինքն եթե նույնիսկ իրավապահ մարմինները նման օպերատիվ տեղեկություններ ունեն, ապա դա տարածելուց հատկապես նախընտրական շրջանում նրանք իրավունք չունեն հնչեցնելու քաղաքական ուժի, քաղաքական գործիչների, տեխնացուների անուններ, որովհետև դա ունենում է վարկաբեկող, հակաքարոզչական նշանակություն։ Եվ հետընտրական շրջանում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները ապացուցում են, որ մասնավորապես ուժեղ Հայաստան դաշինքի չընտրող քաղաքացիների 21%-ը հրաժարվել է ընտրել ուժեղ Հայաստանի միայն այս ձայնագրությունների, այս տեսագրությունների տարածման ազդեցությամբ պայմանավորված։ Մյուսը դա վերահսկողության ձևը դա բջջային հեռախոսներն են, ինչի մասին որ մենք խոսեցինք, դա կոչվում է International Mobile Equipment Identity, այսինքն միջազգային բջջային սարքավորումների նույնականացում։ Այդ համակարգը հիմա օրենք են մշակել, որի մասին ես քիչ առաջ խոսեցի, դա բջջային հեռախոսը գործածելու հնարավորություն մարդը ստանում է միայն այն պահին, երբ որ գրանցված է այդ համակարգում։ Հակառակ դեպքում սարքը ֆունկցիոնալ նշանակություն չունի։ Դա պատճառաբանում են բջջային հեռախոսների վաճառքի գործունեությունը կարգավորելու, ստվերային շրջանառություն բացահայտելու, իմ կարծիքով անմիտ բացատրություններով, որովհետև բջջային հեռախոսների վաճառքը պետությունը հնարավորություն ունի վերահսկելու այլ ձևերով։ Ի վերջո այդ բջջային հեռախոսները ներմուծվում են, ներմուծումից անցնում են մաքսային հսկողություն եւ տարբեր սարք, անգամ մեր անձնական իրերը մենք օդանավակայաններում ներկայացնում ենք մաքսային հսկողության եւ իրենք տեսնում են թե ինչ է արտահանվում, ինչ է ներմուծվում, ել չասեմ մեծ խմբականակների, այսինքն այն կազմակերպությունների մասին, ովքեր որ մասնագիտացված են այդ ապրանքները, նրանք ապրանքները բերում են կապարակնքված բեռնարկղերով, համապատասխան ուղեկցող փաստաթղթերով, հետեւաբար այդ իմաստով ստվերի բացահայտման 1000 ու մի այլ մեխանիզմներ գոյություն ունեն։ Այդ չասենք որ շրջանառության ծավալն էլ մեծ չի եւ Հայաստանում օրինակ ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը դա բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառքով զբաղվող ընկերությունն է, բայց նա այդ ծավալը վաճառքի եւ հարկերի այդ ծավալը գոյացնում է ոչ թե Հայաստանում ապրանքներ վաճառելու, այլ ԵԱՏՄ տարածքում վաճառելու արդյունքում օգտվելով ԵԱՏՄ-ի տված հնարավորություններից։ Եվ ահա այս համակարգը ներդնելով դրանք փորձում են հասանելիություն ունենալ նաեւ յուրաքանչյուր քաղաքացու բջջային հեռախոսի տեղեկություններին։ Մյուսը դա ուրեմն
անկախիկ գործարքներն են, որը նույնպես վերահսկողության ձև է հանդիսանում։ Ինչ մտածեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս ոլորտում։ 2022 թվականի հունվարի 18-ին ընդունվեց օրենք անկախիկ գործառնությունների մասին։ Եվ այդ օրենքը ուժի մեջ մտավ անմիջապես, այսինքն գրեթե անմիջապես նույն տարվա հուլիսի 1-ից, այսինքն հունվարի 18-ին ընդունված օրենքը հուլիսի 1-ից մտավ ուժի մեջ։ Ինչ է սահմանում այդ օրենքը, որ 300,000 դրամից ավել ցանկացած գործարք կատարելուց մենք պետք է դա իրականացնենք միայն անկանխիկ եղանակով, այսինքն եթե ձեռք ենք բերում մի գույք, կահույք, բնակարան, ավտոմեքենա եւ այլն, թանկարժեք սարքեր եւ այլն, որը 300,000 դրամից ավել է, ուրեմն դրա վճարումը պետք է անել միայն ու միայն անկանխիկ եղանակով։ Դրանից բացի կան նաեւ պետական ծառայություններ, օրինակ նոտարական ծառայություններ, առողջապահական հաստատությունների վճարումներ, որոնք անկախ գումարի չափից, այսինքն եթե նույնիսկ դա 12,000 դրամ է, ուրեմն վճարումը պետք է իրականացնել անկանխիկ եղանակով, բանկային փոխանցումով կամ բանկային քարտերի միջոցով։ Հիմա այս կարգավորումը ուղիղ հակասության մեջ է գտնվում կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հետ, որովհետև կենտրոնական բանկի մասին օրենքի 40 հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է եւ սահմանված է, որ թողարկված եւ շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը, այդ թվում հուշադրամը հանդիսանում են կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը եւ ապահովված են նրա բոլոր միջոցներով։ Նույն օրենքի 41-րդ հոդվածը, որպես օրինական վճարամիջոց, սահմանում է կենտրոնական բանկի կողմից թողարկված եւ շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը, այդ թվում հուշադրամը, գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների եւ աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց։ Այսինքն, եթե կենտրոնական բանկը թողարկել է թղթադրամ եւ ես ունեմ այդ թղթադրամը եւ ուզում եմ որևէ ծառայությունից օգտվել վճարելով այդ թղթադրամը, ոչ ոքի չի կարող ասել, գիտես ինչ գնա անկանխիկ կարա, օրենքը ասում է թողարկված թղթադրամը ազատ շրջանառության եւ օրինական վճարամիջոցը հանդիսանում եւ պետք է ընդունվի։ Այլ բանա, որ պետությունը կարող է խրախուսի, տարբեր ձևեր սահմանի, ասի կարող ես կանխիկ էլ վճարել, կարող ես բանկային փոխանցումով, կարող ես իդրամով էլ վճարել, կարող ես սրանով էլ վճարել։ Դա այլ բան է, բայց մարդը ինքն է ընտրում, չես կարող մարդուն պարտադրել, ասել, որ քո միակ վճարամիջոցը պետք է լինի անկանխիկ։ Իսկ մեր օրենքով դա պարտադրված է։ Ու հարց առաջանում, ինչի է պարտադրված։ Միայն ու միայն վերահսկելու համար։ Այսինքն մեզ ստիպել են մեր ամբողջ միջոցները պահել բանկերում, եւ եթե ես իմ բանկային քարտով գնում եմ, ենթադրենք Երևան City սուպերմարկետից առևտուր եմ անում, ապա այնտեղ ֆիքսվում է, չէ՞ ոչ միայն բանկն է իմանում, իրանք իմանում են, որ ես այդ օրը, այսինչ ժամին գտնվել եմ Երևան City, ենթադրենք Բագրատունյաց փողոցի վրա գտնվող մասնաճյուղում եւ այնտեղ ոչ միայն գտնվել եմ այնտեղ, որովհետեւ սա նույնականացված է, սա ուրիշ մարդ չի կարող օգտագործի։ Սա ունի նաեւ PIN կոդ, այսինքն որոշակի ծավալից մեծ գնումներ կատարելու համար համակարգից ինձ պահանջում է PIN կոդի հավաքում, ինչը որ նույնականացնում է ինձ, այսինքն պարզվում է, որ այս քարտի կրողը այդ պահին ես եմ եղել։ Այսինքն ֆիքսվում է իմ գտնվելու վայրը, ֆիքսվում է ժամը, ֆիքսվում է նաեւ ծախսը, թե ինչքան փող եմ ծախսել այդ պահին։ Ու եթե ես դրանից հետո գնում եմ, ենթադրենք Իսակովի փողոտայում իմ մեքենայի մեջ բենզին լցնելու, ուրեմն ֆիքսվեց, որ ես դրանից հետո գնացել եմ նաեւ Իսակովի փողոտա։ Այդ ժամին էլ գտնվել եմ այնտեղ։ Այնտեղից էլ այսքան վճարում եմ արել բենզինի համար։ Կարող են հաշվել, այդքան բենզինը մի լիտրն ինչ արժի, եթե դու առել ես 10,000 դրամի բենզին, ուրեմն դա եղել է այսքան լիտր, այսքան լիտրով դու ուր կարող ես գնալ։ Հələ մոտ պատկերացրեք այս տեղեկությունների համադրությունը կամերաների փողոցներում տեղադրված կամերաների տեղեկությունների հետ։ Այսինքն սա մարդկանց տոտալ վերահսկողության համակարգի մեջ պահելու նպատակ ունի եւ սա անում են բոլորին, անգամ թոշակառուներին, մարդիկ ովքեր ի վիճակի չէին տնից շարժվել, տեղաշարժվել, բանկային քարտ անել, ծառայություններից օգտվել, հիշել իրենց PIN կոդը եւ այլն, ու իրենց թոշակները ստանում էին
օրինական վճարամիջոցներով, կանխիկ դրամով հայ փոստի աշխատակիցների միջոցով։ Հիմա ամենը տարել են դեպի առևտրային բանկեր եւ ավելին թոշակառուների համար էլ սահմանել են յետվճարային համակարգ, որպեսզի ստիպեն մարդկանց իրենց բոլոր ծախսերը իրականացնեն անկախիկ եղանակով։ Սրանով իհարկե հսկայական շահույթներ, գերշահույթներ են ապահովել առևտրային բանկերի համար դեռ 2022 թվականից սկսած, իսկ առևտրային բանկերը ընդամենը 16 սուբյեկտներ են, որոնք ուղիղ առնչություններ ունեն իշխանությունների հետ, այսինքն նրանք վերահսկվում են կենտրոնական բանկի կողմից եւ շատ հեշտ է նրանց հետ որևէ այլ գործունեություն եւ պայմանավորվածություն ձեռք բերել։ Օրինակ ասենք Իմ Քայլը հիմնադրամը մի տարի ունի նվիրատուներ, որոնց ցանկում առևտրային բանկերն են, բոլորի համար հաստատուն նույն չափի գումարներով, այսինքն եւ այս բանկը, եւ երկրորդ բանկը, եւ երրորդ բանկը Իմ Քայլը հիմնադրամին փոխանցել են նույն չափի գումարներ։ Այսինքն կարող ենք մտածել, որ դա պայմանավորվածություն է, մենք ձեզ մեր օրենսդրության, մեր պահանջներով ապահովում ենք գերշահույթներ, դուք այդ գերշահույթներից մի մասը վերադարձնում եք տարբեր մեխանիզմներով իշխանության ներկայացուցիչներին, իսկ դրա հետ միասին նաև տեղեկություններ եք տալի, թե որ քաղաքացին, որ պահին, որտեղ է գտնվել եւ ինչ ծախսեր արել։ Եվ Նիկոլ Փաշինյանի երևակայությունը, ոնց որ ցույց տվեց կառավարության վերջին նիստը, հասել է դրան, որ ոչ միայն ֆիքս են, թե Էդգար Ղազարյանը Սիթիից, որ օրը, որ ժամին, որ մասնաճյուղից ինչ գումարի չափով առևտուր արել, այլ նաեւ ինչը արել։ Արդյոք ինքը ալկոհոլային խմիչք առել է թե չէ։ Ինչ գնի ալկոհոլային խմիչք առել։ Ծխախոտ դասում է առողջապահության ապահովագրության համար ենք անում, մենք ասում ենք մարդուն, որպեսզի մենք փոխհատուցում տանք, ինքն է պիտի հոգ տան իր առողջության, ուրեմն պիտի ծխելը տարգի, հələ պիտի մա տենանք, ինքը ծխախոտ առել է թե չի առել։ Այսինքն արդեն գալիս են հսկիչ դրամարկային կտրոնի բովանդակությանն են հասնում։ Քանի հատ կաթ է սառել, քանի հատ կարագ է սառել, մածուն է սառել, որ ֆիրմայինն է սառել։ Այդ աստիճանի վերահսկողությունը հասես սրանց երևակայությունը։ Վերահսկողության մյուս ձևը այս քարտերն են, Telcel քարտերը, որը Երևանի քաղաքապետարանը Telcel ընկերության հետ է թողարկել, եւ սա հանդիսանում է հանրային տրանսպորտի միակ վճարմամիջոցը բանկային քարտերի հետ միասին։ Այսինքն այսօր մենք հանրային տրանսպորտից օգտվելու համար կամ պետք է բանկային քարտը մոտեցնենք սարքին եւ ինքը ամիջապես դրանից գումարը դուրս բերի, կամ պետք է ունենանք Telcel-ի քարտեր։ Telcel-ի քարտերը դրանք նույնականացված են, օրինակ իմ ձեռքի քարտը համակարգը ճանաչելի է որպես Էդգար Ղազարյանին պատկանող քարտ։ Այսինքն ես սա ձեռք եմ բերել թաղապետարանից կամ ընկերությունից, միայն իմ ID քարտը իրանց տրամադրելով, բջջային հեռախոսի համարը տրամադրելով, իմ մասին այլ տեղեկություններ տրամադրելով, իրանք նույնականացրել են ինձ, նոր տվել են այս քարտը։ Հիմա հետևաբար, եթե ես այսօր առավոտյան եկել եմ Գարեգին Նժդեի հրապարակից Հանրապետության հրապարակ, բնականաբար իմ մետրոյով գալուց, մետրոյի սարքի վրա մոտեցրել եմ այս քարտը։ Այսինքն այդ սարքը նույնականացրել է, որ Էդգար Ղազարյանը այսինչ օրը, այսինչ ժամին գտնվել է մետրոպոլիտենի Գարեգին Նժդե կայարանում։ Տուն վերադառնալուց, եթե սարքը մոտեցնեմ, քարտը մոտեցնեմ սարքին, ինքը ֆիքսել է, որ Էդգար Ղազարյանը այսինչ օր, այսինչ ժամին գտնվել է Հանրապետության հրապարակ մետրոյի կայարան։ Եթե ես այդ նույն օր ընդեղից նստեմ նաև մի հատ ուրիշ ավտոբուս, ավտոբուսում գտնվող սարքը ֆիքսել է, որ Էդգար Ղազարյանը այսինչ ժամին մտել են այսինչ ավտոբուս, որը ենթադրենք 49 համարներ եւ գտնվել է այդ 49 համարի երթուղին էլ պարզ։ Այսինքն այս համակարգով վերահսկում են յուրաքանչյուր այն դեպքում, երբ որ կենտրոնական բանկի մասին օրենքն ասում է, դու կարաս նաեւ տրանսպորտի համար վճարես կանխիկ, եթե կենտրոնական բանկը թողարկել է մետաղադրամ եւ Երևանի ավականին որոշել է, որ տրանսպորտի ուղևորցը 150 դրամ է, նշանակում է, այդ ես պիտի որոշեմ բանկային քարտով եմ վճարում, սրանով են վճարում, թե կանխիկ գումարով են վճարում։ Բայց ինձ ասում են, չէ, կանխիկ գումար չի լինի, որովհետև կանխիկ գումարով իրանք չեն կարող վերահսկել մեր տեղաշարժը։ Իսկ Telcel-ը դա հանրային ծառայություն չի, մասնավոր ընկերություն է, եւ ինձ ստիպել են, որպեսզի ես իմ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված դառնամ իմ նախապատվությունը չունեցող, իմ վստահությունն չարժանացած ընկերության հաճախորդ եւ իմ տեղեկությունները տրամադրեմ այս ընկերությանը։ Իսկ արագ ասեք, ով է երաշխավորը, որ ենթադրենք Telcel-ի
բաժնետերերը, որը ի դեպ կարծեմ օֆշորային ինչ-որ երկրներում գրանցված կազմակերպություն է իր գլխամասը, հիմնական սեփականատերը։ Ասենք եթե սեփականատերը որոշի եւ իր բաժնետոմսերը, դա իր բիզնեսն է, իր հայեցողությամբ է, ցանկացած պահի վաճառի մեկ այլ սուբյեկտի եւ այդ սուբյեկտը լինի ենթադրենք Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցի։ Ու նրա միջոցով Ադրբեջանի կառավարությունը ձեռք բերի այդ ընկերության բաժնետոմսերը, հետեւաբար նաեւ տնօրինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շարժը ցանկացած պահի եւ քանի որ այս քարտի հետ փոխկապակցված է նաեւ իմ բանկային քարտը, բանկային հաշվի համարը նաեւ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Ո՞վ է տվել այդ երաշխիքները։ Ոչ ոք չի տվել։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով ասեմ, որ այս համակարգը դա ստեղծված է ժողովրդին տոտալ վերահսկելու եւ նաեւ դրա դեմ այդ տեղեկությունները օգտագործելու համար։ Մարդուն անում են դեմը դնում են, ասում են՝ «Նայ, մենք ամեն ինչ գիտենք քո մասին, արդեն այս համակարգը դա երաշխավորել է, որpիսի մենք քո առջև ենթադրենք խնդիրներ չստեղծենք, ուրեմն պետք է գնաս ընտրես 16 համարը»։ ԿՊ։ Ահա թե ոնց է ձևավորվում ընտրությունը, այսինքն ոչ միայն շանտաժ, վախեցնել, աշխատանքից հեռացնելու միջոցով, բան, այլ ասում են՝ մենք դες ունենք ձայնագրություն, դու այսինչ բանը խոսել ես, կամ քո այսինչ բարեկամ այսինչ օրը գտնվել է այսինչ տեղում, քո բանկային հաշվին այսինչ օրը եղել է այսքան գումար։ Ու մարդկանց այս տեղեկությունները ունենալու միջոցով շանտաժով կարողանում են ազդեցություն ունենալ նրա ազատ ապրելու, նրա կամքի, նրա գործունեության վրա։ Հիմա փորձեք այս տեղեկությունները, այս ամբողջը համեմատել։ Ունես ավտո, ձեռք ես բերել տեղեկություններ, ունես բանկային քարտ, ունես տրանսպորտային քարտ, ոնց շարժվում ես, քեզ նկարում են, ինչ ծախսանում ես, քեզ հաշվառում են, ֆիքսում են եւ այդ տեղեկությունները իրանք տիրապետում են ամբողջությամբ։ Ու այս ամբողջի համադրությունը դառնում է մի հատ ամբողջական տեղ ցանկացած մարդու ցանկացած գործունեության մասին։ Դրա փոխարեն մենք չգիտենք իրանք ինչով են զբաղվում։ Մենք չենք կարողանում բացատրություններ ունենալ, ասենք օրինակ կառավարական ամառանոցի պահպանման ծախսերը մեծ դժվարությամբ հնարավոր եղավ պարզվել, որ դա օրական կազմում մոտարապես 1.700.000 դրամ։ Օրինակ ինչ շատ հետաքրքիր է, թե օրը 1.700.000 դրամ սրանք ինչ են անում։ Ինչի վրա է ծախսում։ Ասենք մենք էլ տուն ունենք, մեր տան օրինակ էլեկտրաէներգիայի վարձը 12.000 դրամ է 6 հոգանոց ընտանիքի։ Ամսեկան։ Լավ, եթե դրանք էլեկտրաէներգիայի վրա ամսեկան թող ծախսեն 100.000 դրամ, գազի վրա թող ծախսեն 100.000 դրամ, ամսեկան։ Օրը 1.700.000 դրամ։ Ընդ որում, սա ասում եմ առանց անվտանգության, առանց պետական պահպանության ծառայության աշխատակիցների։ Ինչի վրա են։ Մեզ պետք է, չէ՞ դա իմանալ։ Ասում ես գախնի է, չենք կարա դա քեզ ասել։ Պետությունը չպիտի իմանա, թե Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը ինչի վրա են ծախսում իրենց փողերը։ Դրա բացատրություն չունեն, բայց իրանք վերահսկում են մեր յուրաքանչյուր քաղաքացու։ Իրանք օրենք են սահմանել անկախիկ շրջանառության մասին, մեզ ստիպել են բոլորից տանել մեր ամբողջ միջոցները պահել բանկերում, ծախսեր անել անկախիկ, նայում ես պետական պաշտոնյաների գույքի եկամուտների հայտարարագրերը, հսկայական կանխիկ միջոցներ, այսինքն օրինակ պաշտոնյաները ունեն միլիոնավոր դրամների կամ տասնյակ հազարավոր դոլարների կանխիկ դրամական միջոցներ։ Իրանք կանխիկով են պահում, կանխիկով են անում իրանց ծախսերը, բայց քաղաքացիներից պահանջում են դա իրականացնել անկանխիկ եղանակով։ Եվ այս ամենի հետ միասին ստեղծել են նաև քաղաքացիներին վերահսկող բազմաթիվ հսկող մարմիններ, տեսչական մարմիններ, այդ հարկային մարմիններ, ել չեմ ասում վարչապետի վերահսկողական ծառայություն, հաշվեկնիչ պալատ, այսինքն ամբողջ ժողովրդին պահում են տոտալ վերահսկողության տակ եւ դեռ երևակայությամբ օրինակ Մեհեր Գրիգորյանն առաջարկում է, որ մարդը կամավորությամբ նաև կրի ինչ-որ ինֆորմացիոն կրիչ եւ ֆիքսվի թե մարդը ընդհանրենք ոնց որ հեռախոսներն են ֆիքսում այդ տեղեկությունները 10 պետության օրը քանի կիլոմետր ես քայլել, ինչ ես արել, ինչով ես զբաղվել, որտեղ ես գտնվել, ամեն տեղեկություն սրանք ուզում են ձեռք բերեն։ Պարզա որ դա ժողովրդի դեմ իջարս օգտագործելու անազնիվ մտադրությամբ։ Սա է այս երկրի վիճակը եւ այս վիճակն է, որ մենք ուզում ենք փոխել հնարավորինս շուտ։ Հուսով եմ, որ դա մեզ կհաջողվի։ Այսքանը սիրելի հայրենակիցներ այս թեմայով, բաժանորդագրվեք 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքին,
Հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, հետևեք 168-ի բոլոր թողարկումներին, իսկ մեզ սպասեք նաեւ հաջորդ երկուշաբթի։ Լավ եղեք։